որ երկուս արթնացել եմ ոչ այդքան չքնաղ տրամադրությամբ այն մտքով, որ Լիվ ջան, քեզ 1000 տարի էսի պետք էր, բայց դա ասել եմ պիտի անեմ։ Գնացինք։ Առաջինը գալիս եմ խոհանոց, վերցնում եմ իմ շատ սիրելի նուշի յուղը և հեսա կանենք զամասլիվնիե օրգանիզմը կլցնենք գեղեցիկ յուղիկներով։ Դրա համար մեզ պետք է վերցնել ապակյա բաժակ, մասնավորապես ցեթիկ, իրան լցնում ենք այս չափով, այսքան, մոտավոր այսքան, և պետք է կիտրոնի հյութ, իմ լիմոնչիկը գտնում է այստեղ, այսքանը իրականում շատ է, սրա կեսը պետք է օգտագործենք, դրա համար ես կկտրեմ, որպեսզի չփչացնեմ։ Սա կարգավորում է աղիների աշխատանք, կարգավորում է մարսողությունը, մի խոսքով բավականին շատ խնդիրներ է լուծում, դրա համար արժի սարքել և օգտագործել։ Հատ էլ հանեմ բաժակ, երկու հատ պատրաստեմ, որոնն էլ արթնանա, ինքն էլ խմի, այսքան։ Իրականում ցածր խոսում եմ, որտև քնած մարդ կա։ Դանակն ենք վերցնում։ Կտրում ենք լիմոնչիկը և այս մեկ դոլկա լիմոնը քամում ենք ես յուղիկի մեջ։ Ուզում էի կուտը չընկներ մեջը, բայց ընկավ։ Արջի քեզ լարել են ընդեղից, հա, համլակս։ Արջիս լարեց։ Սա ամբողջությամբ քամեցինք և երկրորդն էլ քամում ենք ես երկրորդ բաժակի մեջ։ Քեզս կորա գալու։ Հետ ինչ է նշանակում։ Առաջին ծեծը մուտելու, երկրորդ պրոստը քեզս մաքրելու կարիք կա վրայի պոռաներ էլ իհարկե, հետի նկատի ունեի։ Վայ լավ, վсё, տրամադրությունս գնալով բացվում է։ Իրականում երեկ շատ հոգնած էի, ավելի շատ հոգնած էի այդ ճանապարհից, որովհետև հետ գալուց բավականին լարված եմ քշել, որովհետև բառը շատ ասեցի, բայց մի քիչ լարված էի քշում, մութ էր, գրեթե լուսավորություն մեր Հայաստանի Հանրապետության տրասաները չունեն, այնպես որ գիշերը քշելը մի քիչ այդքան էլ ապահով չի, բայց ես ահա որ շատ եմ սիրում քշել, իհարկե ահա որը լավ բանի հետ չեն օգտագործում, բայց ես սիրում եմ օգտագործել, շատ եմ սիրում քշել։ Հաջորդ կետով վերցնում ենք ինչ-որ մի գտալ, ցանկալի է շատ փոքրիկ լինի, բայց ես քանի որ շատ փոքրիկ չունեմ, պոչիկով եմ խառնում և մի լավ խառնում ենք այս ամբողջ միասին, որպեսզի ինքը ավելի թանձր դառնա, ձեթը և լիմոնը խառնվեն իրար, ինքը դառնում է սենց ոչ թափանցիկ նյութ, այսպես ասած, և երկրորդն ենք սարքում։ Չնայած որ երկրորդում լիմոնը մի քիչ է ստացվել, բայց հեսա կունենանք այն ինչ որ ուզում ենք ունենանք, մեր մուտնի նյութը։ Ստացանք ևս մի հատ։
Թողնում ենք մի կես րոպե հանգստանա։ Այդ ընթացքում կարելի լվանալ գտալի պոչը, որը օգտագործել եմ։ Տախտակը։ Կարճ ասած, աղջից հագցնում ենք ու մի հատ արագ իջնենք ներքև։ Արիստեղ։ Արիստեղ աղջուկ։ Արիստեղ։ Որտեղ մեղք է այս երեխեն, որ սպասի ես սա վարժություն, քսվել, դես, սաղ անեմ, վերջում խեղճ երեխեն ուր ես, արջ։ Դուրս։ Արի բոլ, արի։ Արի այսիշ։ Արի ես քեզ գրկեմ, գնացինք դուրս։ Մազերս գզգզված, ես չպատրաստված, բայց դե շունիկը հո չի հարցնում, քեզ հարմար է գնանք զուգարան, թե չէ, որպեսզի տանը չանի, պետք է չէ իրան հանենք դուրս։ Գնացինք։ Всё, հիմա գնում եմ վազվզի արդեն։ Ես այսօր իրականում շատ ուզում էի շուտ արթնանայի ավելի, որ հասցնեի բոլոր գործերս անել, բայց երեք այնքան հոգնած էի, որ այսօր ժամը 7:30 աչքերս բացեցի ու հասկացա, որ ես գոնե մի ժամ ու կես էլ պետք է քնեմ, որովհետև սպառված եմ։ Լաց գալիս էր այդտենց հոգնած էի, որովհետև երեկվա գրաֆիկս տեսակ։ Այսօր էլ նենց չի, որ ավելի թեթև է լինելու, բայց հետաքրքիր է լինելու իմ հետ։ Չի տենց պրям վազեց, պարզվեց ինքը շունիկ է տեսել։ Արջից վախում է աստիճաններ բարձրանալուց, այնպես որ, այսինքն ոչ թե աստիճաններ բարձրանալուց, այլ այն աստիճաններից, որ տակը երևում է։ Այսինքն, չգիտեմ ոնց բացատրեմ, հիմա ավելի լավ ցույց տամ։ Նայեք, մեր այս աստիճանները, իրանք սենց բարձրացող են ու այս արանքներից երևում է, որ բարձր է։ Արջից դրանից նեղվում է կոնկրետ։ Գնանք տեսնենք ինչա արած, ինչա թողած, լիքը գործ ունենք անելու այսօր։ Քանի որ այսօր մեքենաների նկարահանում ունեմ, մենք կանենք ամեն ինչը հակառակ հերթականությամբ։ Այսինքն առաջին կգնամ գլողանամ, հետո կքսվեմ, հետո քսված վիճակում կանենք այդ մեր վարժությունները, գիրքը կարդամ ու դուրս կգամ։ Այդ ամեն ինչը պետք է անել մոտավորապես 1 ժամվա ընթացքում, այնպես որ գնաց։ Այսօր ձեզ ցույց չեմ տալու մեյքափის process-ը, որտեղ երեք դուք դա տեսել եք, նույն մեյքափն եմ անելու, իմ ամենօրյա մեյքափն է, բայց ցույց կտամ պատվերս, Voice-ից կրեմ եմ առել, շատ եմ լսել այս ֆիրմայի մասին ու գրեթե ամեն երրորդ բլոգերը իրան գովազդ է անում։ Իհարկե ամեն գովազդ չի, որ լավն է, այնպես որ պետք է փորձարկել տեսնել։ Եթե լավն է, իրենից էլի պրոդուկտներ կառնենք։ Եթե լավը չի, ուրեմն վերջ։ Մենք այսքանով կսահմանափակվենք, չնայած ասում են էնզիմնի պուդրան էլ է իրար շատ լավը, դա էլ պետք է մի հատ փորձել ու վերջ։ Էս ինչա։ Բան է ինքը, դեմքի կրեմ է, լավ խոնավեցնող։ Տուփիկը այսպիսին է։ Օ, մեջը գալիս է նաև ոնց հասկացա ինստրուկցիա, հա, չէ, ինստրուկցիա է, թե ինչպես պետք է դա օգտագործել։ Բավականին հաջող բան է։ Եվ մասնավորապես հենց պրոդուկտը, նայեք ինձ սիրուն է պրոդուկտը, չգիտեմ, ինձ դուր է գալիս, արտաքինն է դուր գալի դեռևս էլի, իսկ ինքը պոմպով է, այսինքն սենց սեղմում ես, պետք է որ գա, սեղմեցինք եկավ, այսպես, վերցնում ենք իրան, հիգիենայի տեսանկյունից ևս շատ հարմար է ու բավականին ժիրնինկի է ինքը, կարող է ինքը, չէ, նիվնոյ, հա, ինձ թվաց գիշերային կրեմ է, բայց ցերեկային կրեմ է։ Կփորձեմ դեմքիս վրա մի քանի օր նոր ձեզ իմ կարծիքը կասեմ։ Իրականում շատ քիչ ժամանակ ունեմ, ընդամենը երևի 15-20 րոպե ունեմ, որ այս վարժություններն անեմ ու դուրս գամ։ 15 էլ երևի չունեմ, ավելի քիչ է, բայց դե հիշում ենք, պետք է 40 հատով, էլի այսօր անում եմ, 40 հատ սովորական ոտքերս եմ բարձրացնում, 40 հատ ձեռքերս էլ հետն եմ վերև բարձրացնում ու 40 հատ սենց ոտքերը ծափ եմ տալիս տակը։ Էդ ենք անում, վիբրատրինաժորն ենք անում ու երևի թե այս պահին դուրս ենք գալիս։ Գիրքը կկարդանք երեկոյան։ Գնաց։
1 Շորտ անկեղծ ասեմ, այդքան էլ հեշտ չի։ 120 հատ ոտքը բարձրացնելուց հետո լավ բռնվածություն է զգում։ Всё, գնաց վելոտրենաժորը։ Ու ինչ էր անունը դրա։ Մինչ իմ լվացքի մեքենան կլվանա իմ շորերը եւ ես կծվեմ, ես կհասցնեմ նաեւ մաքրել լվանալ ափսիները։ Կարդալ չեմ հասցնի, բայց մենք այստեղ դեռ 9 րոպե ունենք մինչև քամվի իմ լվացքը, այնպես որ այդ 9 րոպեն կօգտագործենք ս ու մոմ խելացի կերպով։ Այսինքն կկարդանք մեր գիրքը 9 րոպե գոնե։ Մի րոպե քիչ ենք կարդալու երեկվանից։ Գնաց գիրքը ես ու Արչի։ Ընկերներ, քանի որ այսօր կարդացել եմ, կարելի ասել բավականին քիչ, իսկ ես այն գիրքն ա, որը որ պետքա դանդաղ հասկանալով կարդալ, այսօր չենք ունենալու բանի այս գրքի վերաբերյալ ոչ մի միտք, որովհետև կարելի ասել միտքս կիսատ ա։ Մի հատ պետք է ամբողջությամբ կարդամ, որպեսզի հասկանամ, թե ինչի մասին ա խոսքը, բայց այս պահին կարդում եմ Գաղտնիք 9 թրեյդինգի, նավթային բիզնեսի հետ կապված Մարկ Ռիչի մասին։ Մարկ Ռիչի եւ Պինկուս Գրինի մասին, ճիշտ ասած, այս մարդկանց մասին առաջին անգամ եմ լսում, որովհետեւ ես նավթային բիզնեսով չեմ հետաքրքրվել, բայց մի բան արդեն դուրս եկավ այս կարդացածից մեջ, որ այս մարդը ունենալով իր ընտանիքը ունենալով փոքրիկ խանութ Զարթեղենի, սիրահարվում ա վաճառքին եւ մի կարևոր նյուանս ա տեսնում պատերազմների դաշտում, պատերազմի ժամանակ, որ պատերազմի ժամանակ շատ լավ առաջ ա գնում հումքային առևտուրը։ Այդ դա արդեն հստակեցրել եմ։ Հումքային առևտուրը եւ եթե դու զբաղվում ես հումքային առևտրով, դու կարողանում ես նույնիսկ ավելի շատ վաճառքներ եւ ավելի բարձր գնով վաճառքներ ունենալ, անգամ պատերազմի ժամանակ։ Լվացքս այստեղից հանենք եւ փռենք եւ սլանանք դեպի աշխատավայր։ Քանի օր առաջ իմ էջում ցույց էի տվել, որ ուզում եմ գնել այս դուտի կուրտկաներից, վերարկու է իր անունը, խնդրում գրեք հայերենով իրան ոնց են ասում, եւ ընտրել էին շատերը այս տարբերակը, որը որ ես ինքս էլ էի հավանել, այնպես որ այսօր իրան ենք հագնում։ Նասկտականա, ես երեկվա նկարած We Dental-ի համար նկարած վիդեոն կտեղադրեմ արդեն իրենց էջում։ Այ այդպես։ Այսինքն ենք անում մի հատ, որ դուք տեսնեք եւ գտնում ենք երեկվա նկարած վիդեոն։ Էսի այսօրվա նկարածներն ա դա հետ, ահա եւ այն։ Մինչ սիրոտոներ We Dental-ում գործում է 25% զեղչ ատամնակարերի հեռացման եւ ատամների սպիտակեցման ծառայությունների։ Մնացածը կնայեք հենց իրենց էջում։ Լավ։ Գեցի օֆիս, տեսա, որ մեր վիդեոգրաֆը դեռ չի հասել եւ ես ունեմ 20 րոպե ժամանակ եւ որոշեցի 20 րոպե ժամանակը օգտագործեմ շատ ճիշտ ձևով եւ գնամ ընկերուհիներիս ծնունդի նվերների հարցերով զբաղվեմ, որտեղ ամսի 18-ին երկու ընկերուհի ունեմ, ում ծնունդն է։ Ընկերներ, ես առա իմ նվերները, որը որ պետք է առնեի եւ արդեն հայտնվել եմ օֆիսում։ Այդ գալու ճանապարհի հարցերը չեմ նկարել, այդ մեզ այդքան էլ էական չի, բայց հիմա ձեզ ցույց կտամ ոնց է կատարվում նկարահանման process-ը, ինչ եմ անում, ոնց եմ անում, մի խոսքով կտեսնեք։ Առաջինը անում եմ վիդեոների ազգուճկաները, մեր գործընկերները գնացել են Դուբայ, այնտեղ նկարել են մեքենաներ, ու մեքենաների համար պետքա ռուսերեն թարգմանություն, ազգուճկա, որպեսզի տեղադրենք նաև Armenia Avto-ում։ Հիմա մենք ունենք մի քանի շատ հավես մեքենա,
որոնք որ պետքա ազգուճկա անեմ ռուսերեն լեզվով։ Հիմա լսեմ, տեքստը անցալեմ, անեմ ու մի հատ իրար հետ կսարքենք։ Գնացինք, լսում ենք վիդեոյի ձայնայինը ու կրկնում դրա ռուսերենը։ Ահա, չկա ձայնայինը, անջատել եմ ձայնը։ Բարև բոլորին, ձեզ եմ ուզում ներկայացնել 2025 թվականի արտադրության բոլորովին նոր 0 կիլոմետր վազքով Lamborghini Huracan։ Lamborghini Huracan։ Ага, փորձենք։ Здравствуйте, дорогие друзья! Хочу вам представить 2025 года с нулевым пробегом Lamborghini Huracan. Совершенно новый. Здравствуйте, дорогие друзья! Хочу вам представить 2025 года с нулевым пробегом Lamborghini Huracan. Совершенно новый. Եկեք մի հատ էր, որտեղ էս տարբերակում այնտեղ այերը շատ էր։ Գնաց։ Здравствуйте, дорогие друзья! Хочу вам представить с нулевым пробегом совершенно новый Lamborghini Huracan 2025 года. Здравствуйте, дорогие друзья! Хочу вам представить с нулевым пробегом совершенно новый Lamborghini Huracan 2025 года. Շատ լավ էր։ Մնացածը։ Անցավ մոտավորապես 1 ժամ եւ մի քիչ ավել, 14-ն անցա 57 րոպե։ Ես մոնտաժ եմ արել արդեն 14 վիդեո, այսինքն մոնտաժ չեմ արել, ազգուճկա եմ արել, հայերեն վիդեոները թարգմանել եմ ռուսերենի, որպեսզի մյուս մեր էջում լինի Armenia Auto-ում։ Իսկ հիմա հաջորդ գործողությունս այն է, որ մոտավորապես կես ժամ 40 րոպեվա ընթացքում բավականին շատ վիդեոներ ունենք, որոնք պետքա տեղադրեմ YouTube-ի կանալում ու там запланировка պետքա տամ, որպեսզի մինչև ամսվա վերջ արդեն այդ բոլոր վիդեոները գնան նաև այնտեղ։ Մի խոսքով կպած գործ եմ անում։ Մի քանի ժամ պետքա այստեղ լինեմ, օգտագործում եմ այդ ժամանակս մաքսիմալ պրոդուկտիվ, այսպես ասած, այս սենյակից դեռ դուրս չեմ եկել։ Բավականին հոգնեցուցիչ է։ Մինչև մարտի 4-ը պլանիրովկա եմ տվել։ Այս ամբողջը գնալու է այսքանը մինչև մարտի 4-ը։ Այդքան վիդեո ենք արել, այդքան վիդեո ունենք։ Մի խոսքով, հաջորդիվ, հիմա ինչ պետք է անեմ ես։ Հիմա նկարելու եմ 2 վիդեո, մի հատ հայերեն, մի հատ ռուսերեն տարբերակով։ 2 վիդեոներ նույն բանի մասին է, թե ինչպես է լինում, որ Չինաստանում ավտոների սկլադ է լինում։ Այսինքն ոչ թե այնպիսի սկլադ, որտեղ ավտոները ուղղակի պահվում են, այլ այնպիսի սկլադ, որտեղ ավտոները մեռնում են։ Լիքը մեքենաներ կան, որոնք որ Չինաստանում որոնք որ արտադրվում են մեծ քանակությամբ, սակայն սպառում չեն գտնում ընդհանրապես։ Ու թափ-թազա նոր, լրիվ նոր ավտոմեքենաներ գնում են ուտիլիզացիա, այսպես ասած, ու կան Չինաստանում այնպիսի տեղեր, որտեղ որ սենց խոտ աճում արդեն այդ մեքենաների վրա։ Այդ դրա մասին եմ հեսա վիդեո նկարելու, մի փոքր backstage տարբերակը ձեզ ցույց կտամ։ Они новые, они исправны, и они никому не нужны. Конец. Они новые, они исправны, и они никому не нужны. Китайские кладбища автомобилей и реальность. В разных регионах страны находят огромные площадки, где под открытым небом и на пустых складах стоят сотни, а иногда и тысячи машин без пробега. Среди них модели известных брендов, включая BMW, которые возились для продажи, но так и не попали к покупателям. Նկարում ենք նույն վիդեոյի հայերեն տարբերակը։ Այսինքն մեզ ընդհանուր պետք է որ ոչ թե ամբողջ տարածքը լինի մաքուր, այլ միայն այն հատվածը, որտեղ որ ես նկարելու եմ ու որտեղ ես երևալու եմ, այսինքն այսքանը։ Միացրեցինք եւ գնաց։ Մի վարքյան, մի հատ մասերը սրուղը, մի փոքր։ Ջնջում ենք, նորից ենք սկսում։ Նրանք նոր են, նրանք սարքին են, բայց ոչ ոքի պետք չեն։ Չինաստանում գոյություն ունեն նոր մեքենաների գերեզմանոցներ։ Երկրի տարբեր վայրերում կան մեծ տարածքներ, որտեղ բաց
որ երկնքի նորից ամբողջը հիմա նորից նրանք նոր են, նրանք սարքին են, բայց ոչ ոքի պետք չեն։ Չինաստանում գոյություն ունեն նոր մեքենաների գերեզմանոցներ։ Շարունակում ենք։ Երկրի տարբեր վայրերում կան մեծ տարածքներ, որտեղ բաց երկնքի տակ կանգնած են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր նոր մեքենաներ։ Այլ պերիսիս պատվերն եկել եմ տանելու։ Գիտեմ ինչա, բայց սա ձեզ էլ ցույց կտամ։ Ուրեմն պատվիրել եմ այս տոնայինը կաքիլիի, որտեղ դարձել է 1000 քանի դրամ ժողովուրդ։ Սենց բան չկա։ Ինքը այս հետևի հատվածում ես արդեն որերորդն եմ էլի իրականում պատվիրում, ունի սենց վրցին, որով քսում ենք իրան, և պրյամ ինքը այս տոնայինն է, պտտացնում ես, ինքը դուրս է գալիս և քսում ես իրան։ Հոտը չքնաղա, ու մի խոսքով, առել եմ իրան այս անգամ 1200 թե 1300 դրամով, այնպես որ շատ գոհ եմ իմ առևտրից։ Ես հասա տուն, հիմա պատրաստվում եմ, որպեսզի գնամ լողի դասի։ Այո, ես լողի եմ գնում։ Այ, մի հատ բան լավ չեմ արել, այսօր KFC եմ կերել, բայց շատ սոված է, այսօր չէի հասրել նույնիսկ նախաճաշել։ Այնպես որ գնացինք պատրաստվել և լողի գնալ։ Ես քանի որ սովոր չեմ իմ ամբողջ օրը նկարել ձեզ համար, ես մոռացել էի նկարեմ, որ գնացի Սիթի, առա բանջարեղեն և հիմա էլ եկել եմ լվա ինքդ և լվանում եմ իմ թզուկին։ Բա։ Վերջ, թզթզից լվացինք, մաքրեցինք, հիմա արդեն կարելի է գնալ տուն։ Երեկոյան ժամը 10:39, ես շարունակում եմ այս գործով զբաղվել, այսինքն մոնտաժում եմ երեկվա վիդեոն, որպեսզի այդ երեկվա վիդեոն լինի վերջանա, որ այսօրվա վիդեոն մոնտաժեմ, որտեվ եթե թողնեմ սա այսօրվան, վաղը նոր վիդեո պետք է նկարենք ու կդառնա շիլը շփոթ խառնաշփոթ, իսկ պես դա պետք չի։ Այնպես որ անցանք գործի։